Դե մենք էլ երևի ակտիվացանք մի փոքր երաժշտական այս տրամադրությունից եւ ռիթմերից, շարունակում ենք մեր ընթացքը սիրելիներ, բոլորդ գիտեք, որ առհասարակ մշակութային կարևոր իրադարձությունները իրենց կարևոր տեղ ունեն մեր թողարկումների շրջանակներում, բայց եթե հատկապես խոսքը վերաբերում է հայ մշակույթին, հայ թատերարվեստին այս դեպքում եւ եթե ունենք շատ կարևոր մի իրադարձություն, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում այդ իրադարձության հեղինակները եւ մասնակիցները հայտնվում են մեր տաղավարում եւ այսպես մենք այսօր խոսելու ենք շատ կարևոր մի ներկայացման մասին, որը Տիկնիկային թատրոնի խաղացանկում է ներկայացում, որը նախատեսված է մեծահասակների եւ 12 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի խաղացանկում է, այլևս Կոմիտասը տիկնիկային ներկայացում է, իսկ մասնակիցները եւ կարևոր մարդիկ մեզ մոտ տաղավարում են։ Այո, ես շտապ եմ ներկայացնել մեր սիրելի հյուրերին։ Մուշեղ Բաբայան, Կոմիտասը տիկնիկային ներկայացման կոմիտասի դերակատար բարի լույս եւ Մարիկա Դովլատբեկյան, Կոմիտասը տիկնիկային ներկայացման ռեժիսոր։ Բարի լույս։ Նաև ավելացնենք այս ամենին, որ Մուշեղը այս ներկայացման բեմանկարիչն է։ Այո, ես փոքրիկ մոռացա, բայց ուրախ ենք շատ ձեզ տեսնել մեզ մոտ տաղավարում։ Մենք բոլորս գիտենք, որ դու շատ տաղանդավոր ռեժիսոր ես, ստեղծագործող մարդ եւ անդադար փորձում ես գտնել, պրպտել, փնտրել ու նոր բան ինչ-որ գտնել։ Դե ասեք հերոստադիտողներին այդ տաղանդը որտեղից է գալիս եւ պետք է ապացուցենք այս 10 րոպեների ընթացքում։ Մարիկա, ինչ նոր գունապնակ ավելացրեց ձեր ստեղծագործական կյանքում այս ներկայացումը։ Ինչ գունապնակ։ Նախ ասեմ, որ առաջին անգամ եմ Մուշեղի հետ աշխատում, որտեղ ինքը ուներ 2 դեր եւ Կոմիտասի դերակատարներ եւ բեմանկարիչներ։ Շատ սկզբից սկսեմ, դեռ ուսանողական տարիներին, երբ դիտեցի ակակ ներկայացումը, պարոն Բաբայանի բեմադրած, իմ սիրելի ներկայացումներից է, դե պարոն Բաբայանը իմ վարպետն է, այսպես ասած, ինձ հիացրեց, որ տիկնիկը կարող է հուզել հասուն մարդու եւ ինձ համար դարձավ դա ինչ-որ, չգիտեմ, մի հատ բան, որ ես էլ եմ ուզում տիկնիկային ներկայացում անել մեծահասակների համար։ Հետո բեմադրեցի Բուկովսկին, որը շրջագայեց ամբողջ աշխարհում, տիկնիկայի ներկայացում էր մեծահասակների համար, բայց միշտ որ շրջագայում ենք, մտածում եմ ինչի ես հայկական բան չեմ պատմում, ինչ որ հերոսը պիտի հայ լինի, հայկական երաժշտություն հնչի, որովհետև որ շատ ենք շրջագայում, ուզում ես հայկական ներկայացնես քո ազգը ու կանգ առա Սամվել Ռաֆայելյանի պատմվածքի վրա Կաքավիկ երգի ստեղծման մասին է, այսպես ասած, բայց հորինվածք է ու հետաքրքիր էր Կոմիտասին բացահայտել մի ուրիշ կողմից, այսինքն մենք գիտենք, որ ինքը հանճար է եւ այլն, բայց ամեն դեպքում նա մարդ է եւ հետաքրքիր էր, թե ինչպիսի մարդ է նա եղել եւ այդ ուսումնասիրությունը շատ հետաքրքիր էր ու ծնվեց այս ներկայացումը, այսպես ասած, այդ ուսումնասիրությունների արդյունքում։ Շատ լավ։ Մուշեղ Կոմիտասի կերպարը մարմնավորելիս որն է եղել ամենամեծ պատասխանատվությունն ու մարտահրավերը, որին վրա բախվել ես դու։ Ներկայացումը տիկնիկային է, ինչպես նշեց Մարիկան, տիկնիկները բավականին փոքր են ու գլխավոր խնդիրը հենց ցույց տալ հանճարեղությունը այդ պարզության մեջ, փոքր դետալների մեջ ու խնդիր կար, որ մենք գրեթե տեքստ չունի Կոմիտասի կերպարը, շատ քիչ ռեպլիկներ է տալիս ամբողջ ներկայացման ընթացքում, դա մի քիչ բարդացնում էր կերպարը զարգացնել, կերպարը բացել, բայց մյուս կերպարների շնորհիվ ու երաժշտության երգերի շնորհիվ փորձեցինք այդպես բացահայտել, երևի այդքանը։ Իսկ կարող է մի փոքր բացենք փակագծերը ներկայացման ընթացքի ու բուն ներկայացման մասին, որպեսզի եւ մեզ համար եւ հեռուստադիտողների համար էլ ինտրիգ այսպես լինի, գանք բոլորս դիտենք ներկայացումը։ Ինչ ներկայացումը, մի փոքր այսպես բացենք, բայց լրիվ չէ, իհարկե։ Նախ կարծում եմ շատ հետաքրքիր ֆորմա ունի ներկայացումը, այսինքն մենք ունենք կենթանի երաժշտություն, որի հեղինակն է Սևադա Համբարձյանը, Կաթիլ խմբի, որը կարծում եմ շատ հրաշալի ձևով է։ Եվ եթե ոչ նա պիտի ուղեկցեր այս Իհարկե, ես էլ այդպես մտածեցի։ Կարծում եմ շատ հրաշալի է Կոմիտասի երաժշտությունը նորովի հնչելու հանդիսատեսի համար Կոմիտասի ոչ միայն Կոմիտասի երգերը կան, նաև կա Հայրիկ Մուրադյանի երգերը եւ այլն, այնց չեմ ուզում շատ փակագծեր բացել, եւ կարծես մենք կենթանի անիմացիոն ֆիլմ ենք դիտում, որովհետեւ կենթանի ձայներն են հնչյունավորում, տիկնիկներն են տեղում
ծնվում, ստեղծվում եւ այլն։ Ունեք ասելով կենթանի ձայներ ինչ նկատի ունենք, sound effect-երը, որոնք Sound պարզապես drama-ը։ հնչում են հենց կատարողի կողմից, օրինակ բնության ձայներ, թռչուններ։ Այո, տարբեր իրերով հնչյունավորում ենք ամբողջ ներկայացումը։ Իսկ դա մեզ հնարավորություն տալիս է Կոմիտասին տեսնել առօրյայում կյանքի մեջ ստեղծագործելիս, չգիտեմ, երեխաների հետ շփվելիս, բնության հետ շփվելիս, ինչ էր անում նա։ Իր բարձությունը մի քիչ կբացայտեք մեզ։ Դե իրականում հենց դրա մասին է ներկայացումը, որ մենք տեսնելու ենք Կոմիտասին իր կենցաղային կյանքը, այսպես ասած, բայց ինչպես է նա կամաց մոտիկանում բնությանը եւ այսպես ասած թռչում, չեմ ուզում շատ փակագծերը բացել, որ հանդիսատեսին հետաքրքիր լինի եւ այդ ինտրիգան մնա։ Ներկայացումը վերջերս ունեցավ պրեմիերա։ Ինչ ճանապարհ է սպասում նրան, արդյոք այսպես շրջագայություն կունենա եւ աշխարհի չէ տարբեր բեմերում մարդիկ կտեսնեն, կվայելեն ու կբացայտեն մեզ ու մեր Կոմիտասին։ Ունենք արդեն հրավերներ, երկու տեղից ունենք, դեռ հաստատման փուլում են, նոր ենք վերջացրել մոնտաժը, պատրաստում ենք ուղարկել էլի փառատոնների ու լավ էր մոնտաժը որ վերջացրեցինք, վերջապես ես կարողացա տեսնել այն ինչ բոլորը տեսնում են, որովհետև սա ընթացքում համ որպես բեմանկարիչ, համ որպես դերակատար ընդհանուր այդ խանգարում էր, որ ես չէի կարողանում տեսնել ընդհանուր պատկերը, ինձ թվում է լավ կճանապարհորդի, որովհետև տեքստային առումով հասկանալու խնդիր չկա, իսկ երաժշտությունը բոլորի համար հասկանալի է։ Եվ հրաշալի դերասանական կազմը աշխատում այս ներկայացման վրա, ուզում եմ շատ նշեմ Մարիամ Ալեքյանը, որի հետ միասին աշխատել ենք արդեն Բուկովսկու ներկայացման վրա, ուսանողները պարոն Բաբայանի եւ իմ, Գևորգ Մարգարյանն ու Շուշանա Ալիխանյանը, Սևադին նշեցի եւ ունենք նաեւ լայվ կամերա, լայվ որոշակի վիդեոներ, որը մեզ օգնել է անել Նարեկ Սահակյանը, իրեն նույնպես շնորհակալություն, եւ մեր պրոդյուսերին Արտաշես Բաբայանին նույնպես շնորհակալություն։ Բավականին մեծ թիմ է աշխատել։ Ամբողջ թատրոնն է աշխատել, իրականում ուղղակի չեմ ասում, բոլոր ցեխերը ամեն ինչով sense օգնել են։ Թիմային մեծ աշխատանք։ Ինձ մի հարց հանգիստ չի տալիս, որովհետեւ ես շատ ավելի վստահ եմ, որ հենց այնպես չի եղել հատկապես ուսանողների ներգրավվածություն այս ներկայացման մեջ։ Ինչու, որովհետև նրանք երիտասարդ են, նրանք շատ ավելի կարող են լինել անկեղծ, քան օրինակ մենք կարող ենք պատկերացնել։ Նախ շատ եմ սիրում ուսանողների հետ աշխատել առհասարակ, երկար տարիներ դասավանդում եմ Թատերական ինստիտուտում ու չգիտեմ այս պատմությունը պատմեմ երևի։ Պատմեք։ Գևորգին եւ Շուշանին, Գևորգին եւ Շուշանին լսեցի երգելիս եկեղեցում, չեմ հիշում, որ Տաթև էին գնացել կարծեմ, չեմ հիշում։ Եվ մի անգամից հասկացա, որ իրենք պիտի խաղան այս ներկայացման մեջ եւ իհարկե ծանոթ լինելով իրենց աշխատասիրության հետ, իրենց, չգիտեմ, տաղանդի հետ, շատ բաց են, շատ sense, չգիտեմ, շատ հաճելի Շատ ազնիվ են միևնույն ժամանակ։ Իրենք իրենց արժև ու գործի արժան, այո։ Բայց այն ցանկությունը, որը եղել է ներկայացումը բեմադրելուց առաջ, որ մտածում եք ինչ կտաներ հանդիսատեսը ներկայացումը դիտելուց հետո, եղավ այդ լրիվ բուն զգացողությունը ձեր մեջ։ Ես իրականում երբեք գոհ չեմ իմ արածից, միշտ մտածում եմ, որ պիտի ավելի լավը լիներ, բայց ինձ շատ է ուրախացնում, որ երբ երեխաները նայում ներկայացումը, դուրս են գալիս ու կաքավիկ երգն են երգում, չգիտեմ ինչի, դա ինձ անսահման երջանկացնում է։ Նշենք, որ 12 տարեկանից բարձր հանդիսատեսի համար է, չէ՞ ներկայացումը։ Մուշե խոսենք նաև այն կարևոր առանձնահատկության մասին, որ ունի տեխնիկային արվեստը, ու մենք կարող ենք սա համարել մի ներկայացում, որը նոր շեշտադրում է փոխանցում տեխնիկային արվեստին, որովհետև երբ ասում ենք տեխնիկային, թատրոն տեխնիկային ներկայացում, բոլոր արդեն պատկերացնում են տեխնիկավարներ, հեքիաթներ, շատ ավելի մանուկների համար, իհարկե բարդ աշխատանք է, մանուկ հանդիսատեսի առաջ ներկայանել է նաև, բայց սա կարծում եմ ինչ-որ նոր էջ է, նոր ցուցանիշ է տեխնիկային արվեստում։ Հստակ կարող ենք այդպես համարել։ Հստակ չենք կարող, բայց մենք փորձել ենք ինչ-որ չափով մոտենալ այդ մտքին։ Խնդիր չենք ունեցել պարտադիր նոր բան գտնել, բայց գտել ենք բավականին նոր ձևեր, ֆորմաներ տեխնիկների մեջ, ու ամենահետաքրքիրը, որ
հենց process-ում էր ստեղծվում տեխնիկի ձևը, այսինքն իր գործողություններից, բնավորությունից մենք ստանում ենք տեխնիկի ձևը ու բոլոր տեխնիկները ձեռքի վրա հագնվող, այսինքն ձեռնոցային տեխնիկներ են ու բավականին հետաքրքիր ստացվեց ու բարդ էր, որ կարողանանք տեխնիկների շնորհիվ ինչ որ զգայարանների վրա ազդել մարդկանց իմ տեխնիկը, որը ես եմ խաղացնում, խնդիր ունենք, որ ես մենակով պետք է խաղացնեմ ու ամբողջ ընթացքում գրեթե բեմում եմ, դրա համար ինքը բարդ մեխանիզմով հավաքվեց բավականին ու գրեթե պրեմիերայից 10 օր առաջ հավաքվեց ու Մարիկան սա ընթացքում ասում էր տեխնիկա հայտնվի, անենք, տեխնիկա հայտնվի, անենք, ես ընդհանուր ասում եմ ինչ եմ անելու, տեխնիկա հայտնվի, անենք ու հենց հայտնվեց, տենց ինքն իրեն արդեն Մուշեղը բոլորի տեխնիկները պատրաստել էր, ամբողջ ներկայացումը պատրաստել էր, բացի իր տեխնիկից, որը ամենակարևորն էր, ու ես Կոշկակարի կոշիկը ծակ։ Այո։ Բայց ամեն դեպքում ունեցանք շատ հետաքրքիր ներկայացում, որը գալիս է եւ լրացնում է իր նորություններով, իր հետաքրքիր մոտեցումներով մեր թատերաշխարհը, մեր մշակութային կյանքը։ Մենք շնորհակալ ենք ձեզ, որ առավոտը միացաք մեզ, ունեցանք մշակութային շատ կարևոր իմիջայլոց ու հետաքրքիր հարցազրույց, օրվա դրական շարունակություն, իսկ ներկայացմանը շատ երկար կյանք ու համաշխարհային շրջագայություն։ Ձեզ էլ հրավիրում ենք հուլիսի 8-ին եւ 9-ին։ Հուլիսի 8-ին։ Այո։ Մեծ սիրով։ Չէ, անպայման պետք է։ Տոմսերը պահած են։ Ես ուրիշ տեղից եմ լսել, որ շատ լավ ներկայացում է։ Եվ այսօր Հուշեղին Բաբայի եւ Մարիկա Դովլաթբեկյանին մենք մաղթում ենք օրվա հաճելի շարունակություն եւ շարժվում ենք առաջ։ Լսենք երաժշտություն։ Գուցե։